Հայ-ռումինական հարաբերությունները հիմնված են դար շարունակ ձևավորված մշակութային կապերի ու պատմական բարեկամության վրա։ Հատկապես վերջին տարիներին երկու երկրների խորհրդարանական հարաբերությունները զգալի ակտիվացել են, ընդգրկելով քաղաքական երկխոսության, անվտանգության, կրթության եւ մշակույթի ոլորտները։ Այս շաբաթ Հայաստան էր ժամանել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացյանի գլխավորած պատվիրակությունը, նախ հանդիպում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացում ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ։ Այս թեմաներն են եղել զրուցակիցների քննարկման առանցքում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Այս համատեքստում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ռումինիայի ժամանած պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ էր։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է Ռումինիայի հետ համագործակցությունն ու հարաբերությունների խորացումը։ Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական ու արգասաբեր զարգացումը։ Սրանք արդեն ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերն են Ռումինիայի պատվիրակության հետ հանդիպմանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպման ընթացքում խոսել են խորհրդարանական միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության, բարեկամական խմբերի միջև ծավալվող աշխատանքի մասին եւ ոչ միայն։ Քննարկման հիմնական թեմաները եղել են մեր երկկողմ հարաբերությունները, թե ինչպես կարող ենք առավել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները եւ ինչպես նպաստել Հայաստանի եւ Ռումինիայի միջև հարաբերություններին, թե քաղաքական առումով, թե տնտեսական առումով, խոսել ենք զբոսաշրջության մասին, կարևորել ենք արդեն իսկ գործող ուղիղ թռիչքների առկայությունը Երևանի եւ Բուխարեստի միջև, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից, որտեղ Ռումինիան ունի շատ կարևոր դերակատարում եւ մշտապես եղել է աջակցող Հայաստանի վերաբերող հարցերում վիզաների ազատականացման հարցին է մեծ անդրադարձ եղել եւ ակնկալել ենք, որ Ռումինիան կլինի այն երկրներից մեկը, որը քաղաքական մակարդակում կնպաստի, որ այս գործընթացը արագ եւ արդյունավետ կընթանա։ Անդրադարձ է կատարվել նաև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմանը։ Ռումինիայի մեր գործընկերները ողջավորված են տարածաշրջանում հաստատված խաղաղությամբ, այն տեսանկյունով, որ երբ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ բացվեն հաղորդակցության ուղիները, սա կդառնա ավելի կարճ եւ արդյունավետ տրանսպորտային հանգույց Եվրոպան արևելքին կապելու կամ հակառակը կապելու տեսանկյունից եւ հաշվի առնելով, որ Ռումինիան նաեւ Սև ծովի ափին է գտնվում եւ ըստ էության Եվրոպական միության երկրներից ամենամոտ երկրներից մեկն է Հայաստանին, այս տեսանկյունից նաև այդ երկկողմ համագործակցության զարգացումը շատ են կարևորում նրանք, տնտեսական կապերի հատկապես, նաև պատրաստակամություն հայտնեցին, որ խորհրդարանական մակարդակում կնպաստեն թե մեր տարածաշրջանի զարգացումներ եւ թե նաեւ Եվրամիության մեջ իրենց դերակատարմամբ։ Ամփոփելով կողմերն ընդգծել են տարբեր հարթակներում հարաբերությունների խորացման եւ համագործակցության ուղիների զարգացման անհրաժեշտությունը։